Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դելալդինք, Հրանտինքին աղջիկն եմ, մայրիկս Ալհոս է, մեզի համար իմաստունի, որ երկխոսությունը դեղի գունենա և թուք հոսեք։ Նախ շնորհակալություն հայտնելու զեցի թե ցես եւ կշնորհավորեմ Թուրքիայի կառավարությունը, որ աս երկխոսությունը կշարունակե։ Թյուրին չէ, բայց շատ կարևոր է, պատմական է եւ շատ ուրախ եմ, որ դուք նշեցիք ասիգա Թուրքիա-Հայաստան պետություններու հարաբերություն է։ Մենք թրացիներ ենք, երկու թրացի երկիրներ եւ այդպիսի ժամանակները կանցնենք, որ ամենքնից ավելի շատ կսկանք խաղաղությունը ինչքան կարևոր է եւ գիտենք, որ խնդիրները մեկ վայրկյանի մյուսը, մեկ րոպեի մյուսը չփոխվիր, բայց կարևորը այդ երկխոսությունը ունենալ է պետություններու միջև, երկու թրացիներու միջև եւ Գրգին շնորհակալություն, որ աչակցությունը ունիք եւ այսօր կշարունակեք եւ ասիգա հավատալ կամ ոչ պետություններու ճաշտոն ըլլալով կտեսնամ, թրացի պետություններու ճաշտոն ըլլալով կտեսնամ, շնորհակալություն եւ կուզեմ խնդիրի մասին եւ առաջարկը բերել չեմ գիտեր ասիգա երկխոսություններու մեջ նյութ ըլլալով ունեցակ, բայց Թուրքիայի մեջ շատ հայաստանցի քաղաքացիներ կան որոնք բավական խնդիրներու ենթակա են ես 100% համաձայն եմ որ հոստերի հայ համայնքին խնդիրները մեր երկրին իբրև քաղաքացի մեր պետության հետ մենք պետք է խոսենք ես նշելու զեցի որ հիմա կխոսեմ հայաստանցի քաղաքացիներուն խնդիրներուն մասին նորածիններ կան որ թուղթ չունին հիվանդ կլան, բայց պետքեր ունին և միայն առաջարկն է, որ ունենալ consular office-ը կամ տեսփանական ներկայությունը աս երկխոսությունը հարաճ տանելու համար շատ լավ քայլ մգլար, կրկին բարի եկաք։ Շնորհակալ եմ շատ, հավատում եմ, որ այս այցը նաև կամ այն ինչ որ քիչ առաջ ասցի եւ այն process-ը որ կա Հայաստան եւ այն երկխոսությունը որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ծավալվում է հավատում եմ որ նաեւ հրանտինքի պատկերացումները եւ ցանկությունները մեր երկրների միջեւ հարաբերությունների բանաձևման եթե ոչ ճշգրիտ առնվազն ռազմավարական ուղղության առումով այդպիսին էին Եվ ուզում եմ նաև իմ հարգանքի տուրքը մատուցել հրանտինքին այդ գործունեության եւ այդ դիտանկյունի եւ այդ դիտանկյուն առաջ մղելու համարձակության համար եւ Աստված լուսավորի նրա հոգին ինչ վերաբերվում է ձեր հարցին այո այդ հարցը կա եւ մեր շփումներում տեղ ունի այդ հարցը Եվ դա լուրջ խնդիր է եւ մենք իհարկե մեր քաղաքացիներին աջակցություն ցույց տալու համար ամեն ինչ կանենք իհարկե շատ լավ կլիներ հենց հյուպատոսական ծառայություններ ունենալ որը ամենատարբեր բոլոր շատ բազմաթիվ երկրներում լավ այդ ծառայությունները մատուցումը անձնագրերի հետ կապված ծննդյան վկայականներ եւ այլն եւ այդպես շարունակ եւ այո տարբեր գնահատականներ կան իմիջայլոց թե ինչքան քաղաքացի կա Թուրքիայում ապրող Հայաստանի Հանրապետության, բայց անկախ կոնկրետ թվերից ակնհայտ է, որ բավականին շոշափելի թիվ է, որ հյուպատոսական ծառայությունը ծանրաբեռնված նորմալ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ կարող է աշխատել եւ ենթադրում եմ, ոչ թե ենթադրում եմ, վստահ եմ այդպիսի հարցերի նույնպես անդրադարձ կլինի եւ եղել է արդեն, միջայլոց կարեւորը նաեւ Եվ նախարարությունը եւ նախարարությունների շփումներում եւ հատուկ ներկայացուցիչների շփումներում եւ նաեւ համոզված եմ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը մեր ներկայացուցչությունը նույնպես այդ հարցերում
շահագրգռություն եւ քննարկումներ ցուցաբերում է, այնպես որ այո, համաձայն եմ, դա շատ կարեւոր խնդիր է։ Սա այն դեպքն է, որ տեսեք, դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների բացակայությունը, միջպետական հարաբերությունների բացակայությունը ինչպիսի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։ Նորածին երեխաների համար պատկերացնում եք, ինչ խնդիրներ են ստեղծվում, որ հիմա նրանք ընդհանուր Հայաստան վերադառնալու եւ այլնի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կարող են ունենալ եւ շնորհակալ եմ այդ հարցը բարձրացնելու համար։